3 չառաջորը մենք ունենք հերթական դատը Ռուբեն Բունյացյանի մոտ Զեյթունում։ Ուրեմն ինչի համար եմ շեշտում դատավարությունը, քանի որ նախորդում գտնվում էր Արմինե Սաֆարյանի վարույթում։ Արմինե Սաֆարյանը ինքը իր դիմումի համաձայն հրաժարվեց դատավորի պարտականություններից ու գործը կայծակնային արագությամբ մոտավորապես 7 օրվա ընթացքում արդեն մակագրվեց Բունյացյանի վրա, իսկ 11-րդ օրը Բունյացյանը նշանակեց դատ։ Այսինքն, որ պետքա ծանուցի ըստ օրենքի ազդարարով 15 օր հետո պետքա նշանակեր ու դատավարության ընթացքում ինքը չթաքցրեց, որ շտապողականություն է դրսևորում 11-ից մինչև ժամը 6-ը դատավարություն արեց, չընդունելով մեր ոչ մի միջնորդություն։ Իդեպ ասեմ, որ ինքը ընդունելու իրավունք չուներ, եթե մենք ունենք իրականում ԲԴԽ, պետք է իրան պատասխանատվության ենթարկի, որովհետև ինքը իրավունք չուներ, քանի որ մեկ այլ գործով, այսինքն նույն սեփականությունն է վիճարկվում, հորեղբորս ուրեմն չէին ընդգրկել որպես սեփականատեր, բայց հորեղբորս բոլոր փաստաթղթերը ներկայացրել էր, որ տատիկիս, պապիկիս որդին է, պապիկս մահացել է ու ինքը ավտոմատ կերպով հանդիսանում է ժառանգորդ։ Ինքը չի հրաժարվել իր ժառանգությունից, բայց չի գրանցել։ Եղբայրների մեջ խնդիր չի եղել, քույրերի մեջ խնդիր չի եղել, կարիք չի ունեցել, չի գրանցել անհատական վկայականում, բայց օրենքը թույլ է տալիս։ Նույն գործը լսելով Բունյացյանը ի վնաս հոպարիս կայացրեց վճիռ, որ ինքը չի համարվում սեփականատեր։ Ու դրուկ գործը նորից գնաց իր մոտ, որ իրավունք չկար։ Ու ինչի համար են Բունյացյանին շեշտում, մեր կոնկրետ հարևանի դատավարությունն ինքը իրականացրեց, առաջի ատյանով ուրեմն կարդաց հետևյալը. վճիռը ուժի մեջ է մտցնում հրապարակման պահից տալիս է վտարել, հրապարակման պահից կառուցապատողները ինչ են անում։ Այդ բոլորը արդեն այդ խաղերը արդեն տեղյակ ենք մենք, մեկ օրվա ընթացքում դիմում են կադաստր վճռով, որ դա հանդես է օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, միանգամից ունը զրկում են ու սեփականությունը գրանցում են իրանց անունով։ Հետո մենք ասում ենք արդարադատություն, հետո մենք ասում ենք չգիտեմ, քաղաքացիների շահերի պաշտպան եւ այլն։ Այդ ամեն ինչը կատարվում է, ինչի համար այս կառավարությունը դրա դիմացը չի կարողանում առնել, չի կարող, թե չի ուզում։ Կամ այս ամբողջ շինարարությունը, այս աղմուկը դուք լսում եք, թող իրանք իրանց օրենքները բացեն, կարդան։ Շմակի որոշումը, որ պետք է իրացման գոտում ավարտվի իրացումը, նոր կատարվի շինարարություն։ Որ ոչ թե ունենք, պրոստը այնքան որ ով որտեղ ուզենա փոսփորի, եթե դուրս չես գալիս, մենք քեզ կստիպենք ընդունենք, հոգեբանորեն կճնշենք, որպեսզի դու դուրս գաս։ Այս բոլորն էլ ովքեր դուրս են եկել, ուրեմն ինչի համար են դուրս եկել, գաղտնիք չի։ Ովքեր չեն դիմացել այս աղմուկին, մենք էլ մեծ ընտանիքով ենք ստեղ ապրում, ստիպված տատիկիս տուն վերցրեցինք, հորեղբորս տղան փոքր երեխա ուներ, չկարողացավ, տուն վերցրեցինք, գնեցինք, որպեսզի տեղափոխվենք, որտեղ անհնար է այս աղմուկի տակ ապրել։ Իրանք թափահարում են օրենքը կամ ասում են աստղաբաշխական գներ են ուզում։ Չէ, աստղաբաշխական գներ ինքներդ եք վաճառում։ Այսօր Հայաստանում անշարժ գույքը պարզ է աստղաբաշխական գների է հասել։ Դուք եթե սանձում եք, ուրեմն սանձեք այդ գները։ Իջացրեք գները, խնդրեմ բնակիչների հետ նստեք։ Ոչ թե ով որ ունի ընդունենք բնակարան, իրան առաջարկե գիտես ինչ, ոչ թե -1-ում, դաժե ստեղ դարել է էտի արդեն էլիտար։ -1-ում ավտոկայանատեղը ավելի թանկ է, -2-ում մի քիչ էժան է, -3-ում ավելի էժան է։ Ով որ ունի բնակարան, առաջարկում են -3-ի գին։ Փոխհատուցում ասում են համարժեք է։ Առանց այդ -15, ով ունի բիզնես տարածք, կոնկրետ ես բիզնես տարածք ունեմ, առաջարկում եմ բնակարանի գնից մի քիչ քիչ։ Ու պրիտոմ այն դեպքում, որ պետք է ես այդ ամեն ինչը տամ ու դուրս գամ 4 տարի սպասեմ ու հարց է 4 տարվա ընթացքում կառուցապատումը կիրականացնի, թե չէ։ Ու հետո թե ումից որ պետք է պահանջեմ, խնդրեմ, կոնկրետ շինարարությունը արդեն գնացել է սնանք։ Իսկ կառավարությունը ինչ անի, ոչինչ բան։ Ասում բնակիչներ դուք եք կապը գնացեք ինքներդ արդեն ձեր հարցերը լուծեք։ Բայց դուք եք թույլ տալիս։ Մյուս կառուցապատումը անդադ ավելացնում են ժամկետները։ Գումարով է բնականաբար։ Ժամկետը չես տեղավորվում, օքեյ, գումարը վճարի քաղաքապետարան, թող ժամկետը երկարացնեն։ Ուսը շարունակաբար, որ պետք է այսի օրենքով ըստ 2016 թվականի, 2018 թվականի կառավարության որոշումով պետք է 2024 թվականին հանձնված լիներ։ Ձեր գործի շրջանակում տեղյակ ենք, որ անընդհատ դատավորներ են փոխվում։
Ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է ուրեմն դատավորների փոխվելը պայմանավորված է հետևյալով, որովհետև դատավորներ կար ովքեր որ չեն ենթարկվում հավանաբար, չեն ենթարկվում, ասում են չեն կարա սահմանադրությունը դնենք մեր դիմացու, ինչքան կետ կա խախտենք։ Գոնե լավ խախտենք կեսը, բայց ոչ 100%-ով խախտենք։ Իսկ մեր գործի շրջանակներում 100%-ով խախտվում է բոլորի իրավունքները։ Բնակչի սեփականատիրոջ իրավունքները։ Ու դատավորներ կան հրաժարվում են, իսկ դատավորներ կան ոնց որ ասվում է սրտի դատավոր։ Միշտ մի հատ գործ գնում է այդ նույն սրտի դատավորի մոտ, կոնկրետ Հանզինես Բունացյանի, որ ինքը ինչ վճիռ ուզում է կայացնում է, ու ինքը պատասխանատվության չի ենթարկվում, որ նորից եմ կրկնում, առաջի Այցյանը տա անմիջապես ընդունենք հրապարակման պահից ուժի մեջ ու վտարեր բնակչին, հնարավորություն չտալով բողոքարկելու, չէ դու բողոքարկի, բայց իրանք կարողանում են իրանք ծև գործ անեն, ոստիկանների միջոցով ընդունենք այդ միջև մյուս դատարանը ընդունի վարույթ եւ այլն, ոչ մի գործողություն չի լինում, հանում են տնից, տունը քանդում են, գնա դու բողոքի ոչ տուն ունես արդեն, ոչ է սեփականությունն է քոնը։ Ու այս պայմաններում փորձում ենք դեռ այս պետության հետ, ինչի եմ շեշտում, որտեղ կառուցապատողներն են մեղավոր չեն։ Կա հովանավորչություն, միանշանակ կա, իսկ պրոստը թեկուզ չինովնիկը բիզնեսմենը կներեք, բիզնեսմենը չի կարա, ինքը ինչ ուզենա անի, ու ինչի համար չի կարա անի, խնդրեմ, այս արանքից գայում ենք կառավարության շենքը երևում է։ Մյուս կողմն է քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքն է։ Այսինքն ով որ թույլ է տալիս, ուրեմն կողքերն են նստած, որ իրանք չեն տեսնում։ Կամ իրանք ձեռ չի տալի տեսնել։ Թե չէ թափահարում է հիմիկվա իշխանությունը ընդունեք հյուսիսային պողոտա։ Մարդկանց բռնի տներից հանում են։ Հիմա էլ բռնի չեք հանում, դատավորներին թելադրում են թե ոնց անեն, ով որ ինքը իր իրավունքները փորձում է պաշտպանի, ով ամուր նյարդեր ունի մնում է իր սեփականության մեջ, դատավարական միջոցով է փորձում անել։ Բայց չկա ոչ ուժային կառույցներից ոչ մեկ չի կարող պատասխանում։ Դատախազությունը չկա, տեղում չի, ոստիկանությունը տեղում չի, քաղաքապետարանը տեղում չի, ԲԴԽ-ն տեղում չի, որտեղ ոչ մեկ չի ենթարկվում պատասխանատվության։ Իսկ ես հիշում եմ, որ նախկինում ասում էր, ովքեր նման բան է լինում, ոնց որ պետությունը փոխհատուցեց ընդունենք հյուսիսային պողոտայի Եվրոդատանի միջոցներով, պետք է դատավորները իրենց միջոցներով փոխհատուցեն։ Բայց ուրա չկա տես բան, դրա համար դատավորները գիտեն։ Ու ինչ է կատարվում։ Ասում եմ մենք X գումարը տալիս ենք, դու գնացեք Եվրոդատարան, իդեպ մենք Եվրոդատարանը ունենք կառավարությանը որ ստիպել է համ գումար բարոյական վնաս վճարի ու քանի որ այն ժամանակ էլ թույլ չէր տալիս սեփականության իրավունքը որ բաժաներ տատիս իր ժառանգների միջև, այսինքն իր երեխաների միջև Եվրոդատարանը ասեց որ իրավունք չունես կառավարություն, մարդ իր սեփականությունն է, չես կարա չտաս։ Մի խոսքով, այդ դատարանն ունենք։ Գնա Եվրոդատարան, թող շատ գնահատի պետությունը գումարները կտա կառուցապատողը դե ինչ գումար արդեն պետք է տա ու դուրս է գալի հերթական պարքը ավելանում է մեր հարկատուների վրա որ ինչ որ մեկին տանք բայց կետի թույլ տալիս որ ինչ որ մեկը շատ հարստանա մնացածը ընդունենք մյուս քաղաքացիներն ովքեր ընդունենք հարկատու են տան ինչ որ մեկի հարստության համար գողությունն էլ ոնց է լինում Արդեն մի քանի տարի այսպես դատական գործընթացների մեջ եք, բայց ձեր ի վերջո սպասելիք ունեք, որ արդարացի կերպով այս գործը ավարտին կհասվի օգուտ ձեզ։ Խոսքը չի գնում արդարացի ի օգուտ մեզ։ Իրանց իսկ գրած օրենքները թող պահեն։ Ուրիշ բան չենք պահանջում։ Հույսը գիտեք ոնց, երբ որ հույս մի պահ ունենում ենք նայելով որ մյուս դատավորը ընդունենք ինչ վճիռ է կայացնում, հրաժարվում է, չի փորձում շարունակել, մի փոքր հույս է արտանում։ Հետո հոպ գնաց ընդունենք այն դատավորի մոտ, ով որ կարողանում է իրավունք ունի, հնարավորություն ունի սահմանադրությունը ոտից վերևից ներքև խախտելու, արդեն հույսը կորում է։ Ինչ է նշանակում 11-ից մինչև ժամը 6-ը դատավարություն։ Դες բան չկա, իրականում չկա։ Մենք խնդրենք, որ գնանք Պերիվի։ Ժամ ուզենք։ Ու դատավորը նորից եմ ասում չի թաքցնում, ասում է գործը պետքա շուտ ավարտվի։ Իսկ այն դեպքում, որ երբ որ կառավարության որոշումը 2018 թվականի որոշումը երակաշահի վիճարկվում է դատարանում 2018 թվականից մինչև հիմա լսում չի դրված։ Որտեղ կարա այդ գործը
անմիջական կապ ունենա հիմիկվա կատարվող գործերի հետ։ Իսկ հիմա ինչ հասարակ բան, որ դատավորը իրավունք ունի ասելու City Center Development PB։ Խնդրեմ դուք լրագրող եք, լրագրողական հետաքննություն կարող անցկացնեք, տեսեք, ինքը միլիարդավոր դրամներ պարկա պետությանը։ Իսկ հիմա ինքը մեզ դատի է տվել, որ մեր գույքը անցնի Իրան, որ ինքը իրավունք չունի քաղաքապետարանի որոշումով էլ անգամ, իրավունք չունի ոչ իրացնելու, ոչ կառուցապատումը իրականացնելու, ինքը պարկա։ Այսինքն դուք իմ գույքը վերցնում եք ինձանից խլում եք, տալիս եք ինչ-որ մի կազմակերպության, որ պետության հանդեպ ունի ինքը պարտավորվածություններ ու չունի միջոցներ մարելու։ Իսկ իմ գույքը 2017 թվականից, 18 թվականից դրել ենք արգելանքի տակ։ Ես ոչ բանկերին եմ պարկ, ոչ պետությանն եմ պարկ, հակառակ օրինական ձևով ինչքան գույքը հարկը ավելացնում եք, այնքան վճարում ենք, արդեն հասել է 2 միլիոն դրամի։ Ինչքան գույքը հարկի արժեքը ավելանում է, այնքան մեր գույքի արժեքը իջնում է ըստ իրանց։ Այնքանով որ փողակ կազմակերպությունը գնահատում է կադաստրային արժեքից 4 անգամ քիչ ու ոչ ոք չի պատասխանում։ Ինչի համար։ Բայց շարունակում ենք ավելացած վճարել։ Հարցեր, որոնք բոլորը անպատասխան են։ Իսկ պատասխան տվողը ինձ թվում է, որ կա ուղղորդող միանշանակ։ Նորից եմ ասում, բիզնեսմենը չի կարող, ի վիճակի չի այդքան խախտումներ կատարելու։ Սովորական բիզնեսմեն է, հասարակ, ով որ իրոք բիզնեսով է զբաղվում։ Էլի Թորդիկը կատարում է կառուցապատում, ձեռքբերողը չգիտես ով է։ Մեզ դատի տվողը ուրիշ կազմակերպություն է, գույքը պահանջողը։ Մեր փաստաբանը լավ ասեց, այս մեր հասցեի հետ կապված, բոլորը իրանց համարում են սեփականատեր, բացի իսկական սեփականատերերից։ Չկա աբսուրդ է դա։ Հարցնեք Էլիթ Հոլդինգին ասում է ես եմ սեփականատերը, Development PB-ին հարցնեք, ասում է ես եմ սեփականատերը, City Center-ին հարցնեք, ասում է ես եմ սեփականատերը։ Ուղղակի ես ինչի համար խնդրեմ փորձը լրատվամիջոցներից եկել էին դատի, դաժե չեն թողում, չեն համաձայնում լուսաբանել առանց հիմնավորման։ Դատավորը հարցնում է դեմ ես մյուս կողմին, հայցվորին, ասում է հա։ Դեմը ուրեմն չենք լուսաբանել։ Ինչի համար առաջարկում ենք, ասում ենք դեմքը կարանք ցույց չտանք։ Ոչ մի խնդիր, բայց բաց դատա։ Ինչի համար էս դեմ, այսինքն դեմ ես որպեսզի լրատվամիջոցները արձանագրեն, որ 10 ժամ ընդունենք դատավարություն ես կատարում, կամ միջնորդությունները ներկայացնում ենք հիմնավոր, որ դու իրավունք չունես, նախորդում դու դատ ես լսել, արդեն քո եզրակացությունը տվել ես, իհարկե քո որոշումը բողոքարկվում է վերադասության կարգով, բայց իրավունք չունես դու արդեն, դու ունես թեկուզ քո սուբյեկտիվ կարծիք ես գործի հանդեպ, ԲԴԽ-ն թույլ չի տալիս, ուրիշ գործերով թույլ չի տալի, մեր գործով թույլ է տալիս, կամ ինչը ոչ թե մեր գործով, այլ ինչը սովորական քաղաքացիներին է վերաբերվում։ Արդեն 2008 թվականից շինարարություններ են տեղի ունենում, օրինակ մեր հարևանի բնակարանը քանդվել է 2008 թվականից, այսօր արդեն 2025 թիվն է ու կամաց այս տարիների ընթացքում, իսկ հիմնական արդեն շինարարությունը, որ տեղի է ունեցել, արդեն 3 տարուց ավել է, որ նման ձևով ենք ապրում մենք։ Ուրեմն ես ներկայանամ Սաֆարյան Ռաֆայել, Հանրապետության Նրբանցքուտի սեփականատեր եմ։ Ուրեմն տարիներ առաջ մենք ունեցել ենք 7 կողմից ճանապարհ, հիմա ցավոք սրտի այդ ճանապարհները գնալով խտացվել է, ունենք ընդամենը մի հատ ոտքի ճանապարհ, մի հատ մեքենայի ճանապարհ են թույլ տվել, այսինքն բարեկցական դրսևորում են իրանք արել, որ թույլ են տալի շինարարության միջով մեքենայով գնան, քանի որ հիմա որ դուք կանգնած եք այստեղ, սա արդեն իրանց սեփականությունն է, կարող է այս պահին էլ գան ասեն, որ դուրս եկեք, որտեղ նման պահեր եղել է, լրագրողներ եկել են տարածքում նկարահանումներ կատարել, ասել է սա սեփական տարածք է, խնդրում եմ տարածքից դուրս եկեք։ Հա, իսկ ինչ վերաբերում է մեր ընթացքին, որ թե ինչ ընթացք ունի, դե արդեն հանրության համար ամեն ինչը պարզ է, թե ինչ պայմաններում ենք ապրում մենք։ Ուրեմն ես բազմաթիվ անգամներ միշտ ասել եմ, ես ինչ որ ասում եմ, փաստերով եմ ներկայացնում, ոչ թե ինչ որ օդից եմ ասում։ Ուրեմն արդեն երկար տարիներ է, ես խնդրանքով դիմել եմ վարչապետին, խնդրանքով դիմել եմ քաղաքային իշխանությանը, ազգային ժողովին խնդրանքով դիմել եմ,
ու ոչ մի նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել, արդարացիան նախարարին եմ դիմել, առողջապահության, մի խոսքով տեղ չկա, որ դիմաց չլինենք, միշտ խնդրանքով եմ դիմել։ Հիմա ես ամենայն ոչ հարգանքով պահանջում եմ իրանցից, որ լուծում տան, թե ինչ է կատարվում 33-րդ թաղամասում, թե մարդիկ ոնց են ապրում, ստե ինչ պայմաններում են ապրում, ու անպագորգոր բաներ, որ չասեն իրանք, այդ ոնց է եղել, որ մնացածը համաձայնվել են, գնացել են, այս սեփականատերը չի համաձայնվում։ Ես ուղղակի մի քանի փաստեր ներկայացնեմ, որտեղ գիտեք ինչ ծառայություններ գոյություն ունի, իրանք եթե դատի են տալի մարդկանց հանելու, մարդիկ հնարավորություն չունեն մարդիկ փաստաբաներին։ Ես առիթից օգտվելով շատ ներողություն եմ խնդրում, առիթից օգտվելով շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր փաստաբաներ Տիգրան Ասատրյանից, մեկ էլ Հայրապետյանից, որ իրանք ոնց որ սեփականատեր դոշ են տալի օրենքներով, դոշ են տալի մեր սեփականությունը պահպանելու համար։ Հա, Տիգրան Հայրապետյանի ես նկատի ունեի, հա, ուրեմն ինչա տեղի ունենում, որ դատական process-ները երկար տարիներ արդեն գնում է, իմ տղան նոր ասեց, որ դատական process-ներին լրագրողներն եկել են, որ լուսաբանեն, ուրեմն ըստ օրենքի պետքա մյուս կողմին հարցնեն թույլ է տալի, թե թույլ չի տալի, իրանց փաստաբանը, մեր հաջորդ մյուս կողմի փաստաբանը ասում է թույլ չեմ տալի, այս ինչ օրենքի, այս ինչ հիման վրա, առանց բացատրության, մենակ օրենքն ասում է, եթե մի կողմը համաձայն չի, ուրեմն չեն լուսաբանում։ Հիմա ես ասում եմ, որ ոչ ռազմական գաղտնիք է, չգիտեմ, ոչ մի բան է, սովորական տան հասեի հետ կապված բան է, որ ժողովուրդը վաղը չէ մյուս օրը դուրս է գալի քաղաքը, մարդիկ չմեղադրեն մեզ, էլի, չասեն, հələ տեսեք ինչ գներ են ուզում, որ դուրս չեն գալի։ Հիմա ես մի երկու օրինակ բերեմ, կարամ բազմաթիվ օրինակներ բերեմ, նայում եք բոլոր տարածքները իրացված է, ուրեմն առավելություններից ես չեմ ասում, գիտեք ինչ, իմ տունը մի հատ չգիտեմ ինչ բալանոց տուն է, բայց կառուցապատողները մի քանի կառուցապատողներ են ու լոտերը բաժանված է 17 լոտի։ Հիմա ես ասում եմ ձեզ, մեր գույքահարկը ամբողջ փողոցը միասին վերցրած, մեր գույքահարկի 30%-ը չի վճարում։ Այսինքն մեր գույքը այդքան արժեք ունի, որ մեր գույքահարկը այդքան թանկ է։ Ես ինչ որ ասում եմ, խնդրեմ 21-րդ դարն է, տեխնոլոգիաների դարն է, կարող են խփել, նայել, տեսնեն մեր գույքը ինչքան է։ Այսինքն մեր գույքը ինչքան որ բարձրանում է, կադաստրային արժեքով որ մենք գույքարկ վճարենք, այնքան իջնում է։ Հիմա ես ասեմ ձեզ, որ կառուցապատողների հետ հանդիպել ենք բանակցությունների ընթացքում, ասում եմ, գերակաշահ է, եկեք օրենքը դնենք, գերակաշահի օրենքը դնենք, գերակաշահի օրենքով շարժվենք։ Արդեն երբ որ հասնում է դրան, որ պետքա կետերով ես հիմնավորեմ, թե ինչի մարա, որն է պահանջը, ինչ պահանջներ է ներկայացնում սեփականատերը, ասում է լավ, արեսի տնենք մի կողմ, ինչ ես ուզում, որ մենք տանք։ Երբ որ ես արժեքն ասում եմ, ես այսքան եմ ուզում, ասում է դրանից անցի։ Այսինքն դու որպես գերակաշա չես ուզում ընդունես, որպես սեփականատերից չես ուզում վերցնես, առաջարկում ես, ասում ես, եկեք պայմանագիր կապենք, ես ձեզ տեղում տուն տամ, ես կարող եմ փաստերով ներկայացնել, խնդրեմ, մարդիկ արդեն սնանկ են ճանաչվել, ես վստահություն չունեմ, առաջինը ոչ կառավարության նկատմամբ, ոչ քաղաքային իշխանության նկատմամբ, որտեղ իրանք ձեռքերը լվացել են ու քաշվել են մի կողմ, իրանք պատասխան չեն տալի, պատասխանողը մենակ կառուցապատողն է, որ 4 տարի ես պետքա սպասեմ, իսկ 4 տարի հետո ես չգիտեմ, այնքան կառուցապատողներ կան, որ իսկի Հայաստանում չեն, չգիտեմ, որտեղ են ու ման են գալի, որ բան լինի։ Հիմա ես նորից եմ ասում, կներեք, ես բառիս համար ձեր միջոցով ասում եմ, ոչ հարգանքով դիմում եմ իրանց, պահանջում եմ, որ իրանք լուծում տան այս անօրինականությունների։ Անօրինականությունները բազմաթիվ է։ Ես բազմիցս ասել եմ, ածը քրավիրեն, դատախազություն քրավիրեն։ Մի հատ սև արկղ ունեմ, որ բոլորին նվեր եմ տալու այդ սև արկղը, թե ինչեր է կատարվում կոնկրետ մեր տարածքի հետ կապված։ Ու էսի թող դաս լինի Կոնդի ժողովրդին, Նորագյուղի ժողովրդին, արդեն ես իմացել եմ, որ Կորի փողոցն են գերակաշա ճանաչում։ Այսինքն նայեք, տեսեք ինչա կատարում։ Կառավարությունը բարձրաձայնում է, կենտրոն պետքա կենտրոնը խտացված է, պետքա բան անեն։ Նայեք, ստե եղել է 320 սեփականատեր։ Հիմա նայեք, տեսեք, քանի սեփականատեր է ու ավելանալու ու սրանով ուզում են կենտրոնը բեռնաթափեն իրանք։ Ոնց կարող են, ինչ ուզում են անեն, ոչ թե ինչ որ սենց բարձրակ շենքերով բնակիչներին խտացնեն, բան անեն ու ասեն կենտրոնը բան անենք։ Ես
ամենամ պատասխանատվությամբ ասում եմ, որ կառուցապատողը ասում է, որ ես բարեխիղճ գնորդ եմ։ Ես միանշանակ ասում եմ, որ կառուցապատողը ոչ թե բարեխիղճ գնորդ է, այլ բարեխիղճ ատկատներ տվող է կառավարությանը։ Եթե կառավարությանը բարեխիղճ ատկատներ տվող չլինի, ուրեմն հիմա որ դուք կայնացեք, սրա քառակուսի մետր 39,000 դրամով չէր վաճառի իրանք է 15 օր հետո 10 թիվը չեմ կարող սուտ ասել, եթե պետքա կարող եմ ստույգ թիվը հանել այդ սև արկղից ցույց տամ իրանց, 15 օր հետո դնել 750,000 դրամ մի քառակուսի մետրը բան ու վարկ վերցնել այդտեղից։ Հիմա ես դիմում եմ կառավարությանը պահանջով, ոչ հարգանքով իհարկե։ Թող մի հատ պարզեն, թե սա ինչ տեխնոլոգիաներով են կարողանում փողեր լվանան, ինչ անեն, ոնց անեն։ Մենք ապրում ենք նենց մի հատ տեղ, այսինքն սա Արոտավայրչի քաղաքի կենտրոնն է, մոտ մի 200 մետր կառավարության շենքից ենքում, 100 մետր էլ քաղաքապետարանի մասնաշենքից ենք հեռու ապրում։ Խնդրեմ նայեք, որ թե հոսանքի գծերը, գազի գծերը, մեկ է ջրագծերը ոնց են կարողանում իրանք մեզ ապահովել։ Մի օր ջուր չի լինում, մի օր գազ չի լինում, մի օր հոսանք չի լինում։ Ու պատասխանատվություն չեն վերցնում իր վրա, ասում են կգանք սարքենք, այդ գալ սարքել ամիսներ է քաշում, հիմա նայեք տեսեք, սա լրիվ անօրինական է, չգիտեմ, աշխարհում վերցնեմ, թե Հայաստանում մի հատ խուլ գյուղ կարող եք ինձ ցույց տալ, որ նման տեսակի ջուր, գազ, լույս են քաշել տրուբաների վրա ու պատկերացրեք տարածությունը ինչքան է, մի հատ քամի որոնում է, այս տրուբաները ջրի խողովակների հետ հոսանքի հետ գնում խաղում գալիս է, այսենց ոնց որ չգիտեմ ինչ է լինում։ Հիմա ես ոչ թե ինչ-որ հումորի կարգով ասեմ, առաջիկայում նոր տարի է, բերել եմ այս իրանց բաների վրա տոնածառի ճյուղեր դնեմ ու խաղալիքներ դնեմ ու կառավարությանը հրավիրեմ ստե նոր տարի անելու։ Ներկա պայմաններով ապրելով, ուրեմն ոչ թե ինչ-որ ամեն օր, ամեն ամիս, այլ ամեն րոպե ես կրում եմ բարոյական վնաս, ֆինանսական վնաս եւ առողջական վնաս։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, կարող եմ փաստեր ներկայացնել, թե ինչքան մենք վնասներ ենք կրում։ Գիտեք ինչ, դա ու երբ որ գալիս են արդեն պայմանավորվածության ժամկետը, որ պետք է մենք բանակցություններ վարենք, չէ, ասում է, այսքան գումար ես ուզի, արի այդքան գումարը տանք։ Ուրեմն բառացիորեն ասում եմ, իրանք 2008 թվականին ինձ կանչել են բանակցությունների, ես գնացել եմ բանակցությունների, գումար են առաջարկել, ես չեմ համաձայնվել, ես գումար եմ իրանցից պահանջել, իրանք 2018 թվին են այդ գումարը առաջարկել, 2008, 2018, ուրեմն 18 թվին գումար եմ առաջարկել, իրանք տվել են 22 թվին գումարը, 22 թվին գումար եմ առաջարկել, իրանք տվել են 25 թվի գումարը, դուք պատկերացնեք, բայց ես ամեն օր, ամեն րոպե ես թե ֆինանսական ու առողջական բարոյական վնասներ եմ կրում։ Այդ արդեն նորից ոչ հարգանքով դիմում եմ կառավարությանը, որ իրանք կարողանան սրա լուծումը տան։ Եթե չէ, ուրեմն մենք գնում ենք մինչև Եվրոդատարան, ուսումա վաղնել կան հանել, չգիտեմ։ Այդ իրանց գործն է արդեն։